Բարի լույս սիրելի հետևորդներ, հուսամ որ բոլորդ լավ եք ու Տիրոջ խաղաղությամբ եք։ Այսօր առավոտից ես ինքս հետ կռվի եմ, որովհետև այսօր ես բան չունեի անելու, որոշել եմ որ պետք է հանգիստ նստեմ ու Սելայի հետ ֆիլմ նայենք, ու մենք նայեցինք իհարկե օրվա առաջին մասում, բայց միևնույնն է, ես այն տեսակին եմ պատկանում, որ չանելուց ավելի շատ եմ հոգնում, քան անելուց, որովհետև ես ավելի լավ առավոտից իրիկուն տան մեջ, թեկուզ դրսում ինչ որ գործով զբաղվեմ, քան օրինակ նստեմ ու հանգիստ ֆիլմ նայեմ։ Ես ֆիլմ նայելուց են հանգիստ եմ, ես իմ ձեռքում պետք է մի բան լինի, որն է, որովհետև ես չեմ սիրում ուղղակի նստել ու ոչ մի բան չանել, սիրելի հետևորդներ։ Բայց ես հիշում եմ, սիրելի հետևորդներ, որ այն ժամանակ, երբ որ ես դեպրեսիայի ու ստրեսների մեջ էի, այդ ժամանակ ես ուզում էի մի բան անել, բայց չէի կարողանում։ Իսկապես ես ուզում էի ու չէի կարողանում ոչ մի բան անել, որովհետև այդ դեպրեսիան ու ստրեսը չեն թողում, որ դու քեզ պարալիզացնում են ու չեն թողում, որ դու տեղից շարժվես, բայց դու գիտես, որ դու երեխա ունես, բայց դու գիտես, որ տանգործ պիտի անես, որ այլև այլ հարցերով զբաղվես, բայց միևնույնն է չես կարողանում։ Դրա համար այսօր ես եկել եմ քեզ ասեմ, որտեղ էլ որ լինես, ինչի մեջ էլ որ ունես, 5 երեխա ունես, 10 երեխա ունես, 2 ունես, 1 ունես, երբեք չբողոքես։ Շատ ժամանակ զարմանում եմ ծնողներից, ովքեր որ ասում են դժվար է, այո, դժվար է երեխա մեծացնել, այո, դժվար է երեխայի հետ առօրյա կիսելը, բայց դժվար չի։ Ինչ կա ավելի կատարյալ, քան դու քո երեխեքի հետ հանգիստ խաղաղ տանդ մեջ, ոչ մի բան քեզ չի խանգարում, ուղղակի ֆիլմ ես նայում, ուղղակի զբաղվում ես իրաց դաստիարակությամբ, հետո ինչ որ հիմա չես աշխատում, հետո ինչ որ հիմա դու տանն ես, հետո ինչ որ հիմա ձեր ընտանիքում 10 հոգի են ու դու 10 հոգու համար դու ինքդ ես խնամք տանում, ընդհակառակը գոտեպնդվիր, որովհետև շատերի համար քո ապրած կյանքը երազանք է, սիրելի հետևորդ, այդ ամեն ինչի համար գոհություն հայտնիր Աստծուն եւ երբեք չասես, որ հոգնել ես, որովհետև այդ հոգնելդ հակառակորդի համար բաց դուռ է, քո ամեն օրվա ու ամեն րոպեի համար փառքը տուր Տիրոջը, սիրելի հետևորդ։ Ես ձեզ շատ սիրում եմ, Տեր աղրատորեն օրհնի բոլորիդ։